Բարև ձեզ։ Այսօր խոսենք խաղողի էտի եւ վազի ձեռարման մասին։ Այս թեմայով կզրուցենք Արտակ Գաբրելյանի հետ։ Արտակ ջան, ողջույն։ Ողջույն Սոշան։ Քանի որ գինեգործական ու խաղողագործական շրջանի սկիզբն է, գարունն է, սկսենք խոսել աշխատանքներից ամենաառաջին գործը, որ անում է խաղողագործն ու գինեգործը, որն է։ Իհարկե թե նայում ենք տենց Հայաստանի կտրվածքով, հիմնականում տենց գարնանասկիզբ, հա, կամ այգու բացում ասվածը մեր մոտ մի փոքր ավելի ուշ է սկսում։ Եթե նայում ենք միջազգային փորձը, տենց փակել բացելու այդ անցումը շատ տենց մեղմ է ստացվում, օրինակ եթե վերցնենք դե Եվրոպայի փորձը, վերքահավաքը արվում է պայմանական հոկտեմբեր, սեպտեմբեր, հոկտեմբեր ու նոյեմբերի վերջից սկսում են էտ անել։ Մեր մոտ մի փոքր այդ ամեն ինչը այլ ձև է, ու ընդունված է, թե չէ կարելի է նաև այդ տարբերակը անել եւ դրա մասին խոսանք, երբ որ էտից խոսանք, սովորաբար ոնց որ մեր մոտ ընդունված է այգու բացումը կամ այգեգործական աշխատանքների բացումը անել գարնանը, այսինքն տենց մարտի, կարելի ասել մարտի երկրորդ կեսից, ու հիմնականում եթե նայենք ինչ աշխատանքներով, դրանք շատ հարաբերական է, հա, նայած թե ինչ այգի ունենք, վայրեր կան, որտեղ որ այգիները թաղվում են, այսինքն առաջի աշխատանքը սկսում է այգիները բացելուց։ Այգի բաց, հա։ Հետո նոր արդեն էդ եւ մնացած աշխատանքները, չնայած որ վերջի տարիներին, եթե նայում ենք տենց տենդենսները, հա, գլոբալ տաքացում եւ այլն, շատերը սկսել են նույնիսկ այգիները չթաղել, հա, տենց երևի կարճ անդրադառնանք, թե ինչ այդ այգի թաղ ասվածը կամ այգի բաց ասվածը, ու հիմնականում այն տարածաշրջաններում, որտեղ որ ձմռանը ունենք ցածր ջերմաստիճաններ, այգիները թաղվում են։ Ու մենակ Հայաստանում չէ, այսինքն ինքը տենց շատ քիչ, բայց նաև միջազգային ռեգիոններ կան, օրինակ եթե վերցնենք Ֆրանսիան, Ֆրանսիայի հարավային շրջաններում, դες Բորդոյից ներքև կարելի ասել, Շաբլի օրինակ, հա, արվում այդ process-ը, արվում էր, հա, այսինքն հիմա քիչ-քիչ ավելի ու ավելի քիչ է արվում։ Վերջերս խոսում էի Չինաստանի մեր գոլեգաների հետ, ու Չինաստանում լուրջ տեմպերով խաղողի այգիներ ա դրվում ու շատ հետաքրքիր է, որ այն ձևով ոնց որ մենք ենք սովոր, այսինքն մեր հարթավայրային, այսինքն այգին թաղվում է, էդման համակարգերը հատուկ են անում, որ հնարավոր լինի այգին թաղել, ու մեր մոտ սովետից, ասենց ասած, ընդունված է, որ 3 հիմնական խաղաղագործական ռեգիոններում Արագածոտն, Արարատ եւ Արմավիր այգեթաղ արվել է, այսինքն ձմռանը, երբ որ բերքահավաքը եղավ, տերևները թափվեց, վազը պարկացվում է գետնին ու ծածկվում է հողով։ Այդ այգեթաղն է։ Ինչ ջերմաստիճան է անհրաժեշտ, allճիշտ ինչ ջերմաստիճան պետք է իջնի, որ այգեթաղ արվի։ Իհարկե շատ մի քիչ հարաբերական է, որտեղ կոնկրետ թվեր նշելու առումով, եթե կախված խաղողի սորտից, կախված, հա, հողակլիմայական պայմաններից, բայց վիտիս վինիֆերա խաղողի տեսակի համար կանանք տես միջակայքային առումով նշենք, որ մինչև կարելի ասել -10 աստիճան, որպես այդպեսին խնդիր չկա, հա, -10-ից -15 սրտահարություն ենք ունենում, որը որ ազդում է բերքի քանակի վրա, այսինքն աչքերն են սրտահարվում, որոնք որ պիտի գարնանը բացվեին, հա, -15, -15-ից բարձր, ավելի ցածր, արդեն կոնկրետ վտանգ է առաջանում հենց վազի հետ, ու մինչև 20, -20-ը արդեն բավականին կրիտիկական է։ Իսկ մենք գիտենք, որ առնվազն վերջի կարելի ասել 10 տարվա ընթացքում այտենց ավերիչ ցածր ջերմաստիճաններ չենք ունեցել, բայց եթե հիշենք այդ մեր մանկության տարիներին, հա, 90-ականներ եւ այլն, բավականին ցուրտ ձմեռներ էր անում, -20 նույնիսկ ավել, որը որ վնասելու էր հաստատ վազերը, դա համար այդ ընդունված պրակտիկա էր, որ թաղվում էր, որտեղ -20-ի դեպքում դու արդեն կորցնում ես ոչ թե մի տարվա բերքը, այլ կորցնում ես վազը։ Այգիդ, հա, այսինքն իհարկե 100% չի լինի եւ այլն, բայց օրինակ նույնիսկ եթե այգու 30%-ը սրտահարվել է, շարունակել այդ այգին մշակել ու ֆինանսապես անարդյունավետ է։ Զուտ այդ process-ից խուսափելու համար ամենալավ միջոցառումը ընտրվել է այգեթաղը, բայց ինքը իհարկե շատ մինուսներ ունի,
որովհետև վազը ճկում է, ճկելու ընթացքում ջարդվում է, վնասվում է, դեֆորմացվում է, հա, սրանք բոլորը հետագայում լուրջ խնդիրներ են առաջացնում։ Սովորաբար մասնագետները ասում են, որ այգեթաղը ունի մենակ մի դրական կողմ, այդ ցրտից պաշտպանելն է։ Մնացածը այն ինչ որ քննարկում ենք բացասական է, նա մանավանդ, երբ որ խոսում ենք դրա ֆինանսական ազդեցությունից, ինչ առումով, այսինքն ինքը հավելյալ աշխատանք է, հավելյալ ռեսուրս է։ Իսկ մենք գիտենք, որ վերջի ժամանակներս շատ ավելի շատ զգալի է դարձել մարդկային ռեսուրսի նախ դեֆիցիտը որպես այդպիսին, նաև իր ֆինանսական կողմը, հա, այդ առումով բավականին բեռա խաղաղագործի վրա այդ գործընթացը իրականացնելը։ Մի քանի տարի առաջ աշխատում էի մի կազմակերպության համար, որտեղ որ օրինակ հաշվարկ արեցինք, ու կազմակերպությունը ուներ 100 հեկտար պլյուս այգի, հա։ Այսինքն այդ մասշտաբը պատկերացնում ենք ու ծախսվող գումարի չափն էլ, հա, որտեղ մի կողմից անում ես այգեթաղ, հետո գարունը անում ես այգեբաց, այսինքն հողը հանում ես վազի վրայից, վարձը կանգնացնում ես եւ հետո արդեն այդ պիտի անես։ Հաշվարկեցինք, որ ավելի ձեռնտու է, որպեսզի այգեթաղ չանես, այն ռիսկով, որ նույնիսկ եթե ամեն տարի բերքիդ 20-30%-ը ցրտահարվի չունենաս, այդքանով հանդերձ ավելի ձեռնտու է ֆինանսական առումով, քան թե իրականացած այդ գործընթացը։ Ու այդ հաշվարկից հետո 14-15 թվի մասին է խոսքը, որոշվեց, որ այգեթաղ չի արվում, որը որ իրան արդարացրեց։ Նամանավանդ այս գլոբալ տաքացման հետ ձմեռները, հա, այդքան ցուրտ չէր, օրինակ եթե արդեն տվյալը ունենք այս տարվա, ասենց ասած, այս տարի Վայոց ձորի տվյալով կարամ ասեմ հստակ, այս տարի ջերմաստիճանը եղել է որ իջել է, հա, վտանգավոր, անցած տարի ամենացածր ջերմաստիճանը եղավ -8։ Իսկ -8-ը ընդհանրապես վտանգավոր չի, ասենց ասած։ Այս տարի 1-2 օր եղավ, որ ջերմաստիճանը իջավ -14, այդ 1-2 օրը տենց սահմանային է, հա, այսինքն ինչ որ միտեղ փոքր ձմռան ցրտահարության մասին ենք խոսում, իհարկե, որտեղ գարնան ցրտահարությունը այլ բան է, այդ այգեթաղի մասին չի խոսքը։ Ու այս տարի բայց էլի էլ, այսինքն չենք ունեցել այն ջերմաստիճան, նույնիսկ հարթավայրում, որտեղ որ արդարացված ներ այգեթաղը։ Դրա համար շատ ավելի շատ ու շատ խաղաղագործներ, նաև Արմավիրի, Արարատի մարզերում, որտեղ որ ամենակրիտիկականն է, քիչ-քիչ անցում են կատարում չթաղվող այգիների, հա, այդ եւ ֆինանսական առումով է ձեռնտու դառնում եւ նաեւ էդման համակարգն է փոխվում։ Ես դա եմ ուզում հարցնել, այսինքն դա հնարավորություն է տալի էտել այլ ձևերով, այլ վազ ձևավորել, որը բերքի որակը ավելի կբարձրացնի ու գնում են դրան, ոնց հասկացա։ Այո, այսինքն եթե մենք ասում ենք օրինակ այգին թաղվող, ոնց որ օրինակ Չինաստանում է կամ ոնց որ նշեցի Ֆրանսիայի հարավային որոշ խաղաղագործական ռեգիոններում, այսինքն երբ որ դու պիտի այգեթաղ անես, այդ նշանակում է, որ դու բարձրաբուն էդման համակարգ չես կարող կիրառես։ Օրինակ, հա, բարձր բնով գույո կամ կորդոն չես կարող կիրառես, որտեղ հետո դա պարկացնել գետնին եւ հողը տալ վրան հնարավոր չի լինում։ Հիմնականում օգտագործվում է հովարաձև համակարգը, էդման հովարաձև համակարգը, որը որ էլի, եթե նայում ենք, ունի բազմաթիվ մինուսներ, հա, բերք շատ է լինում, բերքը կարելի է կառավարել, ինչ որ միտեղ կարաս աչքերի քանակություն կառավարես, բայց այդ դեպքում օրինակ մի քանիսը նշենք, հա, բունը լինում է ցածր, գետնին կպած, ինչը որ բերում է ռիսկերի, խոնավության, հա, օդափոխության նվազման, որը որ բերում է հավելյալ հիվանդությունների ռիսկերի, սաղարթը, հա, վազի սաղարթը, ինչքան էլ լավ է տես, մեկը ինքը լինում է բավականին խառը, հա, օդափոխություն չկա, օդ չի խաղում, որը բերում է հավելյալ խոնավության, որն էլ իր հերթին բերում է օրինակ հիվանդությունների ռիսկի։ Բացի դրանից, բերքի բաշխվածությունը հովարաձևի դեպքում չի լինում մեկ մակարդակի վրա։ Վերև ներքև ողկույզները դասավորվածությունը անհամաչափ հասունանում ու նաև էլի հավաքելու ընթացքում էլ հավելյալ աշխատուժ է պահանջում, որտեվ հավաքողը օրինակ պիտի մի հատ կռանա ներքևինը պոկի, բարձրանա վերևինը պոկի, անընդհատ աշկը աշխատում է որտեղ ման գա, իսկ եթե համեմատում ենք չթաղվող էդման համակարգերի հետ, գույո կորդոն, որտեղ որ բունը գետնից բարձր է,
ներքևի մասով բավականին լավ օդափոխություն է լինում, որը որ նվազեցնում է հիվանդությունների ռիսկերը։ Շիվերը դասավորված են լինում լարերի երկայնքով, պատի նման, հա, որը որ եւ սրսկման ժամանակ է հեշտ լինում, թունաքիմիկատը հասնում է բոլոր օրգաններին, տերևներին, ողկույզներին, ու օդափոխությունը նշեցինք, որը որ նվազեցնում արդեն հիվանդությունների ռիսկը, ու ելի եթե համեմատենք հովարաձևի հետ, բերքը դասավորված է լինում մի մակարդակով։ Ոնց որ նշեցիր, եւ հասունացումն է այդ պարագայում համաչափ լինելու եւ նաեւ հավաքողի համար բավականին հեշտ ալնելու, որտեվ կարելի ասել ռոբոտացված մի մակարդակի վրա ու շատ հաճախ երբ որ բունն էլ մի քիչ բարձր է լինում, ասենք 70-80 սանտիմետր, չի էլ կռանում նույնիսկ, այսինքն նույն աշխատողը մի օրվա մեջ ավելի շատ բերք հավաքի ժամկետը կկրճատվի, այսինքն OGG-ն մեծանում է այդտեղ, հա, այս ամեն ինչը լուրջ ազդեցություն է ունենում ֆինանսականի վրա, որտեղ մենք գիտենք, որ Հայաստանում բավականին ինքնարժեքի ձևավորումը բարձր գնով ենք, հա, ունենում այդ ամեն ինչը, դե համեմատում ենք Եվրոպայի հետ, այնտեղ ինքնարժեքը խաղողի շատ ավելի ցածր է, մեր մոտ ինքնարժեքը բավականին համեմատաբար բարձր է ստացվում, այս ամեն ինչի իհարկե պատճառով կարելի ասել, ու իհարկե այս ամեն ինչը ինչ որ խոսացինք կառավարելով կարելի է օպտիմալիզացնել։ Օրինակ նույն եթե ասում ենք այդ էտման համակարգերից խոսացինք, եթե անում ես հովարաձևով մեխանիկական բերքահավաք չես կարող անես։ Այսինքն տրակտորի միջոցով, կոմբայնի միջոցով։ Իհարկե Հայաստանում այսօր ունենք մեկ կազմակերպություն իմ ունեցած տվյալներով, մեկ կազմակերպություն, որը որ մասնակի օգտագործում է, նախկինում վարձակալում էին այդ կոմբայնը դրսից, գալիս էր 1-2 ամսով բերքահավաքը անում էր, ու հիմա արդեն իրենց սեփականը ունեն, ու իհարկե եթե բան ունենք 1 ժամում մոտավորապես կես հեկտար հավաքում է կոմբայնը, հա, այսինքն այս լուրջ արդյունավետություն է, իհարկե այնտեղ ինքը իր մինուսներն էլ ունի, բայց եթե օրինակ անում ենք այդ բարձրաբուն էտը, հնարավոր է լինում, քանի որ բերքը մի մակարդակի վրա է, տրակտորը, կոմբայնը կարելի է կարգավորել այնց, որ ինքը այդ մի հարթությունով հավաքելով գնա։ Կորուստները շատ քիչ կլինի, հովարաձևի դեպքում այդ չես կարող անես։ Դրա համար, այսինքն եթե խոսում ենք այգե թաղ, այգե բաց, իհարկե եթե հնարավորություն կա այգե թաղ, այգե բացը չանել, միանշանակ այդ պլյուս է, հա, եթե իհարկե վերջի ժամանակներս այդ գլոբալ տաքացում եւ այլն տեսնում ենք, հա, այդ տենդենսը, որ Հայաստանում գնալով հնարավոր է դառնում չանելը, իհարկե եթե խոսում ենք օրինակ Վայոց ձորի կամ Տավուշի խաղաղորդական մարզերի մասին, կարելի ասել դեռևս սովետի ժամանակվանից այնտեղ այգեթաղ չեն արել, դրա համար նշածս մարզերում հիմնականում տարածված էտի սիստեմները գույո եւ կորդոն։ Իհարկե խաղաղորդները այս ռեգիոներում ունեն շատ հաճախ իրանց ձեռագիրը, ասենց ասած, ինչ-որ անհայտ աջաբսանտար։ Այսինքն դու այցելում ես այգի, տենում ես գույոյի ու կորդոնի միքսեր ա գնում, ասում ես ինչի համար ես անում, ասում դե պապս սենց էր էտում, ես էլ այդ ձևով շարունակում եմ, բայց կարելի է այդպես ինչ որ շատ խորանալու դեպքում կոնկրետացնել, գույոյա, կորդոնա կամ ինչ ձև է, համենայն դեպս բարձր բնով է, հա, որը որ միանշանակ պլյուս է, չնայած եթե մի քիչ այդ ռոմանտիզմը եւ տերուարային առանձնահատկությունները չանտեսենք, իհարկե կախված վազի ձևավորման համակարգից կոնկրետ ազդեցություն ենք ունենում նաև խաղողի որակի եւ տեսակի ձևավորման վրա։ Իհարկե նույն տարածաշրջանում հովարաձև սիստեմը եւ կորդոնը կամ գույոն հատկանիշներով տարբեր խաղողներ են տալու։ Չենք ասում լավ թե վատ, բայց գոնե դիվերսիֆիկացիա է, այսինքն տարբեր խաղողներ։ Իսկ օրինակ ինչ-որ տարածաշրջան կա, որ ինչ-որ խաղողի սորտ կա, որ այդ սորտին ավելի շատ խորհուրդ կտաս օրինակ հովարաձև, այլ ոչ բարձր բունով էտի տեսակներ։ Ցավոք սրտի Հայաստանում բան ենք, այդ առումով շատ հետազոտություններ չունենք, իսկ սովորաբար որ ինչ-որ մատ ինֆորմացիա բարձրաձայնելու համար պետք է հիմնվես ավելի շատ հետազոտական բանի վրա։ Զուտ կարանք այո, մասնագիտական անձնական փորձի վրա հիմնվելով, կարանք ասենք, որ եթե դիտարկենք մի քանի սորտ, հա, նշենք, կանգունի մասով այդպես շատ բան չունենք, որտեղ հիմնականում հարթավայրերում է մեծ մասը հովարաձևի վրա է, այսինքն ուրիշ ալտերնատիվ չենք փորձել։ Եթե նայենք արենին, օրինակ, արենի մասով բավականին այդպես փորձեր ունենք, իհարկե հովարաձևի հետ
համեմատելը դժվար է, բայց եթե վերցնենք Արենին, Գույո եւ Գորդոն, իմ սեփական մասնագիտական համոզմունքով Արենին ավելի լավ է ստացվում Գույոյի դեպքում։ Հա, ինչի համար, այսինքն ավելի Գույոն ինչ է յանից ներկայացնում, հա, երկար մի շիվի վրա ունես մի քանի աչքեր, այստեղ Արենին մի հատ կարևոր հատկանիշ ունի գենետիկի սկզբանը իր մեջ դրված, որ առաջի երկու աչքը բերքատու չեն։ Հա, այսինքն երբ որ շատ հաճախ այդ սխալը լինում է, նամանավանդ այդպես կոնկրետ դեպք եմ ասում, առանց անուններ նշելու, ունենք այդ միջազգային մասնագետ, ով որ խորհուրդ էր տալի X կազմակերպության համար, էտը կատարել Գորդոն երկու աչք երկարությամբ։ Ահա, բեր չենք ունենա։ Հա։ Ու այնտեղ որոշ դեպքերում իհարկե շեղում է գնում ընդունված բաներից, որտեղ նույնիսկ այդ երկու աչքերի դեպքում լինում է, որ հավելյալ շիվերից եւ այլն բերք տալիս է, որտեղ վազը պիտի ինչ-որ մի ձև բացի, հա, ինչ-որ դեղ բերք տա, բայց ամբողջ իր մետաբոլիզմը խախտվում է, հա։ Օրինակ դրա համար Արենի դեպքում 8 աչք, 12 աչք, հա, երկարությամբ Գույո էտելը իմ անձնական փորձով ավելի նպատակահարմար է, հա։ Կամ եթե անում ես Գորդոն, գոնե շիվերը թողես մի փոքր երկար, հա, 3-4 աչքանի շիվեր, որն է որ պիտի կարողանաս իհարկե բալանսավորես, քանակը կառավարես, որ գերբեռնված չլինի նաև, հա։ Եթե խոսում ենք մեր խաչասերված սորտերի մասին, օրինակ հաղթանակը, այդ խնդիրը չունի, այսինքն դու նույնիսկ կարաս, չգիտեմ, մի աչքանի էտես ինքը բերքա տալու, Չարենցի սորտը ինքը նույնիսկ երկրորդային շիվերից, որոնք որ հնարավոր է աճի հողից, հնարավոր է աճի բունից, հա, բերքա տալիս։ Չասեմ տարօրինակ, բայց քիչ հաճախ հանդիպող ֆենոմեն է, այսինքն այդքան ինքան դու սովետի ժամանակ երևի դրա համար էլ հենց այս սորտերն են որպես այդպեսին պրոմոտ արվել, հա, ոնց որ ավելի շատ տարածվել։ Իրանք դիմացկուն են, իրանք բերքատու են, ոնց ուզում ես այդ արա, իրանք այդպես խնդիր չունեն, բերքը տալու են, հա։ Օրինակ այդ նույն խնդիրը այս վերջերս այգիներից մեկում, որ խորհրդատվություն էի տալիս, այդպես հանդիպեցինք, իմիջիալոց դա է ցավոտ թեմա, որտեղ հիմա խոսում ենք այդ գարանային աշխատանքներից, աշխատուժ չկա, այգիներ կան, որոնք որ բերում են մի քիչ հեռվից կամ, հա, օրինակս որպեսզի ավելի པարզ լինի, բերում են արտասահմանցիների, չասեմ, չնշեմ, հա, པարզ է, քանի որ բանվորական ուժը քիչ է տեղական, բերում են որպեսզի չթիրախավորենք, անուն չնշեմ, հա, ազգության, բերում են արտասահմանցի բանվորների, սենց ասած, որոնք որ ընդհանրապես կապ չունեն, իհարկե ծանր գործը շատ լավ անում են, բայց այստեղ երբ որ խոսում ենք այգեբացից, էտից, հա, սրանք գործընթացներ են, որոնք որ մենակ ֆիզիկական աշխատանք չեն, իրանք շատ կարևոր նաև մտավոր եւ կոնկրետ հմտություններ պահանջող աշխատանքներ են, հա, բերել էին տենց աշխատողների, ովքեր որ ավիրել էին ամբողջ այգին, որտեվ հետո ինձ կանչեցին հասի փրկի, ու փրկել արդեն կարելի ասել հնարավոր չէր, ինչ էին արել, հա, իրանց ոնց որ բացատրել էին, որ պիտի այդ անեք, շիվերը պիտի կտրեք, ոնց որ տենց իրանք էլ որպես վարսավիր բռնել էին տենց սիրուն պուպուշ խուզել էին վազերը, բայց իհարկե էտը դրա մասին չի, հա, երբ որ խոսում ենք էտի մասին, դու հստակ պիտի իմանաս կանոնները, դրա տակ լոգիկան, ինչը կտրես, ինչը թողես, ոնց կարողանաս վազը ձևավորես, այս իհարկե գիտություն է կարելի ասել, հա, ու իհարկե ունենք աշխատողներ, որոնց որ քանակությունը իհարկե քիչ է, որոնք որ, հա, այդ աշխատանքը անում են, եւս այդպես մի հատ օրինակ ունեմ, որ էլի տենց զանգեցին, հասի, բան, ինչ էին արել, ամենայն հարգանքով, բայց բերել էին աշխատող չունենալու պատճառով կամ այդ անող չունենալու պատճառով, բերել էին մի հատ կազմակերպության աշխատողներ, ովքեր որ զբաղվում են, հիմա փորձում եմ մտքերս ճիշտ ոնց որ ձևակերպեմ, որ ոչ մեկին բան չթվա, բերել էին տատիների, ովքեր որ զբաղվում էին կանաչապատման եւ մաքրման աշխատանքներով, ասենք ասենք, ու տատիները եկել էին այդ իրանց սիրուն ֆորմաներով խաղողի այգի էտ անելու, ու տենց էլի մեծ մասամբ տենց վարսավիրի նման խուզել էին վազերը, ես հասա կեսից ու ասում եմ ժողովուրդ ջան, ես ինչ եք անում, բան, ոնց եք էտում, դե ասում եմ ինչ է եղած, շիվն է, կտրում ենք։
ու ինչ էին անում ամենաաշխին գնող սխալներից մեկը որ խաղողը որպեսզի բերքատու լինի խաղողի դեպքում բերքատու են անկախ նրանից թե ինչ էդման համակարգ է միամյա շիվերը հա սաղ միամյա այսքան նոր բացված շիվերը անցած տարվա կանաչ շիվը որը որ ձմեռել է արդեն այս տարի ինքը արդեն մի տարեկան է ու այդ մի տարեկանի բողբոջից բացված շիվը կրելու է իր վրա ողկույզը հա ու հիմնականում այդ երիտասարդ շիվերը կտրել էին թողել էին 2 տարեկանները որոնք որ ավելի հաստ են ավելի հաստ են իրանց պատկերացումով տես հաստ էին լավերն են թողել եւ այլն ու փաստենա որ արդյունքում այսինքն 2 տարեկան շիվերը ու բերք չեն տալու սաղարթ կտան հա շիվը կաջի տերև կտա բայց բերքի կորուստ էր արդեն հա էդ էլ ոնց որ դժվարություններն հա որոնք որ իհարկե ունենք ոնց հասկացա ամենամեծ խնդիրը աշխատուժն է ու այդ ինչն է խնդիրը որ այդ աշխատուժը չկա որտեղ բոլորը բողոքում են աշխատանք չկա չգիտեմ ես չկա այն չկա բայց փաստացի խաղաղագործները ունեն աշխատուժի խնդիր այդ շատ ցավոտ հարց է մի քանի կողմից կարանք դիտարկենք այդ հարցին օրինակ աշխարհում այդ արդեն շուտվանից լուրջ խնդրեմ է Եթե նայում ենք օրինակ Գերմանիայի փորձը եւ այլ եվրոպական երկրների փորձը հիմնականում գյուղատնտեսության ոլորտում աշխատում են դրսից եկած բանվորական ուժը, ասենց ասած, հա։ Մեր մոտ էլի այդ խնդիրը կա։ Օրինակ Եվրոպան այդ խնդիրը ունենալով լուծումը փորձում է գտնել խաղողի այգու աշխատանքների ավտոմատիզացման մեջ, հա, ինչ առումով, այսինքն հիմա օրինակ բերքահավաքը անում է տրակտորը, էտը նաև հասել են այն աստիճանի, որ նույնիսկ էտը հնարավոր է անել տրակտորի միջոցով, հա, համապատասխան սարքը կա, իհարկե ինքը 100%-անոց լուծում չի, որտեղ մարդկային գործոնը էլի անհրաժեշտ է, բայց կարելի է ասել 1-2 տարի անում են տրակտորով, երրորդ տարին մարդը մտնում է, որ սկսում է այդ 2 տարվա սխալների ուղղում անելով վազը խելքի բերել։ Հետո էլի 2 տարի տրակտորն է անում, ինքը կոչվում է minimal pruning կամ semi minimal pruning, ընդունված բան է։ Այս բավականին նվազեցնում է մարդկային գործոնի ներգրավվածությունը։ Մեր պարագայով այդ սարքերը չունենք, այդ սարքերը մեր ռելիեֆի դեպքում նաև դժվար է, որտեղ այդ սարքերը երբ որ աշխատում են, նրանք աշխատում են հարթավայրային, հա, հարթ այգիներում, ու ինչ որ միտեղ, հա, Արմավիրի, Արարատի մարզերի այգիներում կարելի է կիրառել։ Բայց դա էլ հարցի մյուս կողմն է, որպեսզի նման թանկարժեք սարք ունենաս, պիտի ունենաս մեծ տնտեսություն, որ ինքը արդարացված լինի։ Այսօր մեր մոտ ոնց է, միջինում մեր խաղողի այգիները ըստ օֆիցիալ տվյալների 0.6-ից 0.8 հեկտար են։ Կտորիկներ։ Եթե դու ունես 0.6, 1, 2, մինչև 10 հեկտար, $100,000 չարժի տալ։ Այո, այսինքն մինչև 10 հեկտար այգի ունենալու դեպքում մի քանի $100,000-անոց տեխնիկա առնել, դա քեզ 20-30 տարի պետք է որ դրա ամորտիզացիան հանես, հա։ Դրա համար այսինքն արդյունավետ չի։ Ըստ այդմ մենք հիմնականում կիրառում ենք մարդկային ուժը, ու այդ մարդկային ուժի դեֆիցիտը այսօր ունենք։ Մի կողմից գալով մեր իրականություն, մի կողմից այդ դեֆիցիտը պայմանավորված է զուտ մարդկային ռեսուրսի պակասով ելնելով, մյուսը շատ դժվար է այսօր դարձել, մարդիկ ավելի ձգտում են արագ փող աշխատելուն, հա, երկարաժամկետ գործը մի տեսակ անտեսված, ասենց ասած, բացի դրանից նաև ինչ որ հեշտին, արագին ձգտումը կա։ Ես իմ անձնական փորձով ասեմ, իմ մոտ մինչև այս վերջի ժամանակները Փառք Աստծո այս վերջի պրոյեկտում որտեղ որ աշխատում եմ ստաբիլ ստաֆ ունենք, այդ բավականին լուրջ պլյուս է, որը դու ընթացքում իրանց սովորացնում ես, վերապատրաստում ես, սովորացնում ես, հարմարացնում ես քո ուզած ձևերին, հա, ասենց ասած, ու հաջորդ տարի դու ավելի քիչ ստրես ես ունենում։ Նախորդ պրոյեկտը, որը որ ղեկավարում էի, այդ պրոյեկտում ամեն տարի հավաքում էիր խումբ աշխատակիցների, դու իրանց 0-ից գլխներին կանգնած սովորացնում ես, train ես անում եւ այլն, իսկ որպեսզի պատկերացնենք այս էտի process-ը ինքը ընդամենը մի ամիս է տևում։ Այսինքն հենց չէ որ դու ամբողջ տարվա հազիվ այդ մի ամսում սովորացնում ես իրանց։ Հաջորդ տարի աշխատողներից մեծ մասը խոպանա, մյուս մասը գնում են ջերմոցներ եւ այլն, երբ որ դու հարցնում ես ինչի գնացիր, են մեկը ասում է դե խոպան եմ գնում, են մեկը ասում է դե ջերմոցը լավ է, ոնց որ փակ է, մեջը հով է եւ այլն։
Արդյունքում նոր խումբ ես հավաքում, էլի նորից այդ խմբին սովորացրա, այդ ամեն ինչի իհարկե խնդիր է, էլի կրկնվեմ, որ նա մանավանդ երբ որ խոսում ենք, որ մենակ ուժային գործ չի ինքը, հա, այսինքն ինքը հմտություն, գիտելիք պահանջող գործ է։ Եվ այգեբացը, հա, որտեվ դες ուղղակի տես հողից քաշել հանելու մասին չի խոսքը, եւ էտը, հա, ու այս երկու process-ները իմիջիալոց նաև դրան անդրադառնանք ֆինանսական առումով։ Կարելի ասել, երբ որ այս այգեբաց ասվածը կամ այգու start տալը մարտ, ապրիլ, մայիս, այս 3 ամսում դու կատարում ես ամբողջ այգու աշխատանքի եւ ֆինանսական եւ ծավալային առնվազն 50% աշխատանքը։ Նա այսինքն ինքը տենց լարված ամենապատասխանատու, այո, ու նաեւ ֆինանսական առումով էլ։ Այսինքն եթե դու հաշվի առնենք, որ այգին բացվեց, էտա արվեց 4 կապ, հետո նաեւ, այսինքն 4 կապին էլ անդրադառնանք, ինչ այնք իրանց ներկայացնում, այսինքն էտելուց հետո շիվերը, հա, չենք թողում տենց պոզերի նման մնան, այսինքն ճիշտ դասավորում ենք լարերի վրա, այսինքն նաև այդ 4 կապը իրականացնելով, այդ որպես այնց համարվում է առաջի փուլ խաղողի այգուց։ Ինչ խնդիր կարող առաջանալ սխալ կապելուց, ինչին պետք է ուշադիր լինեն։ Կարան ճյուղերը ջարդեն, կարան ճյուղերը վնասեն, հետագայում սնուցումը լավ չլինի։ Օրինակ շատ հաճախ մասնագետները իրանք գնում են անձամբ նայում են ճիշտ ժամանակը ընտրելու համար, որտեղ երբ որ դու անում ես էտը, հələ դեռ եղանակը ցուրտ է, շիվերը բավականին ոնց ասենք պինդ են, հա, չեն ճկվում։ Այսինքն պիտի 4 կապ անես այն ժամանակ, երբ որ արդեն հյութաշարժը չի սկսել, բայց այն որ հենա սկսելու է, որովհետեւ շիվերը լինեն ճկուն, որովհետեւ ճկելու ժամանակ չվնասվի, չջարդվի։ Եթե աշխատող այդ հմտությունը չունի, ուղղակի տես բռի կոպիտ ձևով ճկի կապի, իհարկե, եթե կամ կջարդի, կամ եթե չջարդի էլ մեջի այո, վասկուլար սիստեմը, հա, այսինքն հյութաշարժության օրգանները կվնասի, որ հետագայում այսինքն խնդիր կլինի վազի տերևների, ողկույզների սնուցման համար։ Բացի դրանից նաև կապելու ձևն է շատ կարևոր։ Շատ հաճախ երբ որ այցելում ես այգիներ, տեսնում ես, որ ուղակի էտված շիվերը առանց որևիցե կարելի ասել լոգիկայի կամ նպատակի ուղղակի ճկածա կապածա լարերին։ Այդ իհարկե սխալ է։ Այսինքն այստեղ ոչ թե մենակ նպատակը լարից կապելն է, այլ նաև ճիշտ ձևավորելը, որտեղ հետագայում երբ որ կանաչ հյուսվածքները բացվեցին, հանգարեն իրար, այո, պիտի ջունգլի չունենաս, հա, պիտի իրանց ճիշտ դասավորես, որ հետագա աճի դեպքում սաղարթը ճիշտ դասավորվի իր բոլոր, այսինքն պլյուսները բերելով։ Եթե սխալ այդ ամեն ինչը արվում, արդյունքում սնուցման խնդիր է լինում, սաղարթի խառը, քաոտիկ, հա, ինչ որ դասավորություն է լինում, որը որ իհարկե եւ հիվանդությունների առումով խնդրեմի է բերում եւ բերքի հասունացման առումով խնդրեմի է բերում։ Օրինակ, եթե գույոյի դեպքում, հա, քննարկենք, եթե գույոն դիտարկենք 8-ից 12 աչքանի շիվեր, օրինակ գույոյի դեպքում խորհուրդ է տրվում, որպեսզի կապը արվի կամարաձև, հա, ծիածանաձև, կամարաձև, այսինքն ուղիղ շիվը չլինի։ Շատ քչերն են, որ այդ կանոնին հետևում են պրակտիկ այգիներում։ Սովորաբար պարկասնում են շիվը լարի երկայնքով եւ կապում են։ Ճիշտ այգիներում կտեսնեք ոնց որ երկու հատ պոզեր, հա, կամ մեկ, եթե մի թևանի գույո է, այսպես պոզի նման, կամարաձև, այսպես վերև եւ հետո ներքև ու կապում են լարից։ Ինչի համար է դա արվում։ Ինքը դες ինքնանպատակ չի, սիրունության համար չի, իրականում ինքը շատ կարևոր գործընթաց է, որովհետեւ այդ կապի դեպքում երբ որ հյութաշարժը սկսվում է, իսկ ինչ է իրենց ներկայացնում հյութաշարժը, ինքը օսմոտիկ ճնշում է առաջանում հողի մեջ, որը որ մղում է պոմպի պես ջուրը, հա, հեղուկ մասսան արմատներով, բունով դեպի վերջի կետը վազի, սենց ասած։ Ու երբ որ շիվը ուղիղ դիրքով է, միանգամից ճնշումը գնում է շիվի վերջ, վերջի աչքերը շատ շուտ բացվում են, ամբողջ ճնշումը, հա, ներսնում են իրանց վրա, վերջի բողբոջները շատ շուտ բացվում են, շիվերը աճում են, հլեն առաջի բողբոջները բան վիճակում են, հա, չբացված վիճակում են մնում։
երբ որ մենք շիվը ճկում ենք եւ կամարաձև կապում ենք, այդ պարագայում ճնշումները բաշխվում են հավասարաչափ ու բոլոր աչքերը միաժամանակ ստանում են համապատասխան ճնշում եւ հավասարաչափ բացվում են։ Այդ հավասարաչափ բացվելն էլ իհարկե ուղիղ ազդեցություն ունենում հետագայում բերքի ձևավորման, բերքի հասունացման, բուժումների մասով, որտեղ երբ որ դու ունես վերջի երկու աչքը բացված, արդեն տերև է, դու սրսկում ես անում, դրանից հետո նոր առաջի երկու աչքերը բացվում են, արդեն ուշացան իրանք։ Սրսկումը արվել է, հա, իրանք արդեն հետ են, ու նաև այդ հետ ու առաջի բանն է սկսվում։ Այդ իհարկե հետագայում առաջացնում է խնդիրներ։ Քանի որ շատ ծավալուն է թեման, ինչքան խոսենք, խոսալու բան կա, բայց 1-2 խորհուրդ այս փուլում խաղաղագործներին, հիմնականում այն մարդկանց, որ մասնակից չեն կամ տարիներով, ոնց դու ասեցի, իր պապն է ձևարը, իր հայրն է ձևարը, հիմա ինքն է անում, ինչ խորհուրդ կտաս։ Դե բնականաբար կրթվել, բայց եթե մարդը ուզում է կրթվի, բայց չգիտի որտեղից օգտվի, ինչ անի, ինչ խորհուրդ կտաս։ Բարդ հարց է։ Որտեղ թեման իրականում շատ ծավալուն է ու ինքը բացի այստեղ խնդիրը ինչն է, ոնց որ նշեցիր, կրթվելը միանշանակ ակտուալ է, որտեղ ինչքան որ կրթվում ես, միշտ ինքը դինամիկ process է։ Այսինքն միշտ աշխարհում նոր ձևեր են ի հայտ գալիս, չնայած որ խաղաղագործությունը ինքը ամենահին մասնագիտություններից է, հա, բայց գիտելիքը ամեն օր փոխվում է, ամեն օր մի բան ավելանում է ու անընդհատ կրթվելը միանշանակ իմաստ ունի, բայց այդտեղ նաև բացի տեսական կրթվելուց շատ կարևոր է պրակտիկ հատվածը, հա, այսինքն շատերը ասում են դե պապս անում էր այս ձևով, ես շարունակում եմ, բայց հասկանալ է պետք, որ պապը անում էր ամենայն հարգանքով մեր պապերին, անում էր 100 տարի, չգիտեմ, 50 տարի առաջ, որտեղ որ գիտելիքը ուրիշ էր, շուկայի պահանջը ուրիշ էր, ու այսօր այդ ամեն ինչը փոխվել է, ըստ այդմ մենք դի հետևենք նոր գիտելիքներին, նոր հմտություններին։ Իհարկե, առաջի խորհուրդը որ կրթվելն է, նայել կողքիններին, երբեք չվախենալ էքսպերիմենտներից, նոր բաներ փորձելուց, այդ նույն փորձը ունենք, երբ որ GIZ-ով պրոյեկտ էինք անում մի քանի տարի առաջ, ու այցելում էինք խաղողի այգիներ, խորհրդատվություն էինք տալիս, ճիշտ մշակման, հա, նորագույն մշակման տեխնոլոգիաներով, շատերը կային, որոնք որ առաջի փուլում ըմբոստանում էին, որ վայ չէ, այտենց ոնց էտենք, այտենց չի լինի եւ այլն, հետո տեսնելով այսօր արդեն իրանք կիրառում են այն ինչ որ առաջ մեր հետ կռիվով չէին կիրառում, ուստեղ նաեւ շատ կարեւոր բան կա այդ բազմապատկման էֆեկտը, օրինակ, նու անուններ չնշենք իհարկե, բայց որոշ հայտնի գյուղերում այսօր այդ տենդենսը լրիվ ակնառու է հայտնի խաղաղագործական գյուղերում, որտեղ 1-2 հոգի ովքեր որ այդ պիոներներն էին, հա, սկսեցին ինչ որ նորագույն ձևեր, ոչ թե բերք, այլ որակ, հա, եւ այլն, արդեն հարևանները տեսնելով իրանց օրինակը սկսում են իրանք էլ փորձել, իրանք էլ անել։ Դրա համար եթե խոսենք խորհրդից, իհարկե կրթվելը որպես այդպեսին շատ կարեւոր է, բայց նաեւ չվախենալ էքսպերիմենտներից, չվախենալ նորից, հա, որտեղ ու ժամանակը շարժվում է, գիտելիքը փոխվում է, հմտությունները փոխվում են ու որ համահունչ գնալը պետք է։ Այդ մասով օրինակ հիմա ահագին ժամանակ անտեսված էր այդ բլոկը, գյուղատնտեսական տարբեր ծրագրեր իրականացվում էր։ Այս տարի ստարտ տվեցինք Ֆրուտենիա նախագիծը, որը որ կրթական բաղադրիչ ուներ, ու հենց այդ թիրախը ոլորտում աշխատող ագրոնոմներն են, որոնց որ այսինքն ոչ թե կրթում ենք սկսնակներին, այլ ոլորտում աշխատող հիմնականում ագրոնոմներն են, որոնց որ պետքա վերապատրաստել, աշխատող խաղաղագործներն են, որոնց որ պետքա նույնիսկ էլի վերապատրաստել, վերապրոֆիլավորել, ու նաև մարդիկ, ովքեր որ ուզում են նոր սկսեն, նոր մտնեն թեմայի մեջ, նաև իրանց համար, հա։ Այս ծրագիրը կարծում եմ 2-3 տարի շարունակվելու է, որը որ այդ առումով հուսով եմ իր ազդեցությունը կունենա։ Այսինքն գիտելիքը հասանելի նորագույն գիտելիքը հասանելի դարձնելով մեր ֆերմերներին։ Քեզ շնորհակալություն որ եկար, ինչպես միշտ շատ հետաքրքիր զրույց ստացվեց, հուսամ էլի կհանդիպենք, որտեղ դեռ շատ թեմաներ ունենք խոսալու, մանավանդ որ խաղաղագործական ու գինեգործական սեզոնը նոր է բացվում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ մեծ հաճույքով, ինչպես միշտ։